օգոստոսի 14-ին 20 թվականի գրել եմ մտավախություն կա, որ ադրբեջանցիները եւ թուրքերը քաղաքական որոշում կայացրել են արդեն Հայաստանի դեմ պատերազմ սկսելու առումով։ Ես դա քեզ գրել եմ եւ նույնիսկ բանավոր զեկուցել եմ։ Առաջարկել եմ ակտիվացնել մեր դիպլոմատիան, մեր պաշտպանության նախարարությունը կոնտակտների մեջ մտնի Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, որ չկարողանան, որ չթողենք Ադրբեջանը մեր դեմ պատերազմ սկսի։ Ես հասկացնում էի, որ այն ժամանակ պատերազմի զսպումը միայն կարա լինի Մոսկվայի միջոցով։ Չլսեցիր։ Երբ որ սկսեց պատերազմը, դու ինձ ուղարկել էիր Մոսկվա, որ մեր տեսակետները մենք ներկայացնեինք Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, քանի որ գիտենք, որ Ռուսաստանում տարբեր բևեռներ կան, մեկը թուրքամետ է, մեկը հայամետ է եւ այլ։ Բայց մեր տեսակետը պետք է հաղթահարեր, ես դրանով զբաղված եմ։ Հոկտեմբերի 3-ին ես քեզ զեկուցում եմ, քանի որ դու ինձ խնդիր էիր դրել, որ Ռուսաստանը մեզ օգնի, ինձ պատասխանեցի։ Ձեր երկրի ղեկավարը դու խոսել ես այստեղի նախագահի հետ մի քանի անգամ։ Ոչ մի անգամ չես բարձրացրել օգնության հարց։ Մենք զինվորականներս պատրաստ ենք։ Թող դիմի, հենց դիմի կմտնենք։ Դու դա չարեցիր։ Չնայած նրան, որ ես քեզ համոզում էի։ Դրանից հետո ես քեզ համոզում էի, որ պարլամենտում սկսենք քննարկել մի քանի հարց։ Առաջինը, որ դիմենք Ռուսաստանի պարլամենտին մեր օգնության մասով, որը ինքը իր հերթին հենց դիմումը կհանդիսանար ճնշող գործողություններ, որտեղ Ադրբեջանը սպրտնած վախում էր։ Դուք եւ պաշտպանության նախարարը սկսեցիք խոսել ՕԴԿԲ-ից դուրս գալու հարցում։ Տարօրինակ է, չէ՞։ Չնայած նրան, որ մենք համոզում էինք, որ դիմեք ՕԴԿԲ-ին։ Դուք այդպես էլ չդիմեցիք, ես հաստատում եմ Շոյգուի ասած։ Չնայած մտածում էի դիմել եք։ Փաստաթուղթը պատրաստել եմ ես եւ Վաղարշակ Հարությունյանը։ Ես խորհրդական էի, ինքը գլխավոր խորհրդական էր։ Տվել էին քեզ, որ դիմենք հապկին 4-րդ հոդվածի հիման վրա, դա անմիջապես հապկը, այդ հոդվածը խոսում է նրա մասին, որ հապկը անմիջապես պիտի մտնի պատերազմի մեջ։ Դու եկալաք փոխիկ 2-րդ հոդվածի, որի համար մենք կռվեցինք իրար հետ, որը որ ընդամենը հապկի կոնսուլտացիաները պետքա լիներ, քննարկումներ պետքա լիներ։ Ինչի համար այդ քննարկումը չեմ հասկանում։ Ու այսօր մի 2-3 ամիս առաջ իմացա, որ դու այդ փաստաթուղթներ չես ուղարկել հապկ։ Փաստացի մենք չենք դիմել։ Բայց հետո հասկանալով, քանի որ ես քեզ ասում եմ, ժողովուրդը մեզ չի ների, որ մենք չենք դիմել, չենք օգտագործել են հնարավորությունները, որ ունեինք Ռուսաստանի մասով։ 22 թվականի սեպտեմբերին նոր դու դիմում ես հապկին, որ քեզ օգնություն ցույց տան։ Հապկը ինչ է անում։ Հապկը հավաքվում է Հայաստանում, փաստաթուղթ են պատրաստում, որ հապկի դիտորդները մտնեն Հայաստան եւ սկսեն պաշտպանել, դիտարկումներ իրականացնել սահմանագծով եւ հապկի ծրագրով իրենք դրանից հետո պետք է հանեին ադրբեջանցիներին մեր տարածքից։ Այդ խնդիրը դրված էր։ Դու ինչ ես անում։ Չես ստորագրում այդ փաստաթուղթ։ Հակառակը բերում ես եվրոպացիներն ես մցնում այդտեղ այդ դիտորդներին, երկարացնում ես իրեն ժամկետները, բայց միչև այսօր մենք չենք իմանում ոչ մի զեկույց, որը օգուտ է տվել դրանց կողմից Հայաստանի Հանրապետությանը։ Ոչ մի զեկույց, ոչ մի գնահատական Ադրբեջանի գործողությունների մասին։ Այդ դիտորդները չեն տվել։ Սա թռնելու է։ 2 օր առաջ
ամերիկացիների հետ պայմանավորվել է իրեն քաղաքական ապաստան են տալու։ Դրա դիմաց մեր ընդերքն է տվել։ Ես այդ կարծիքը ասել եմ։ Իրանք ունեն որպես հայոց քաղաքացի այդ կարծիքն ունենամ, բայց շուտով փաստերն էլ կլինի։ Իր անձնական անվտանգության համար։ Խոսում է գիբրիդային պատերազմի մասին։ Դա է գիբրիդային պատերազմը։ Հայ ժողովրդի դեմ։ Երբ որ մեկ էլ չգիտես խի Ամերիկայի պետ քարտուղարը մի ժամով գալիս է Հայաստան։ Դա է գիբրիդային պատերազմը, ժողովուրդ ջան։ Դա ոչ թե ինտերնետում ինչ որ հոտված են տպում։ Այդ տարբեր կազմակերպություններն են, որոնք այսօր Հայաստանում աշխատում են։ Սոց հարցումներ են տանում։ Ինչ են գրում են Նիկոլ Փաշինյանը հաղթելու է։ Դա էլ է գիբրիդային պատերազմ, մենք սաղս հասկանում ենք, որ ինքը չի հաղթելու։ Ով որ այսօր չի հասկանում։ Ու տենց սիրտը բռնացման է գալի։ Ու իր ջրաղացին ջուր է լցնում, թող պատրաստվի, որտեղ ինքը ապաստան չի ստանալու։ Աշխարհի որ ծերում էլ լինի, մենք բերելու ենք։ Ես Նիկոլ Փաշինյանը չեմ, որ թողեմ մեր գերիները մնան Բաքվում։ Ես Նիկոլ Փաշինյանը չեմ, որ մեկին ուզենամ բերեմ ու չկարանամ ստենդե խոսամ։ Ես Նիկոլ Փաշինյանը չեմ, որ ուզենամ մեկի ականջը քաշեմ ու չկարանամ քաշեմ։